Անդրանիկ Սերգեյ Պետրոսյան Հայոց բանակի մարտիկները հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար կյանքը դրեցին հայրենիքի փրկության զոհասեղանին։ Նրանց շարքում պաշտպանության բանակի զինծառայող Անդրանիկ Սերգեյ Պետրոսյանն էր։ Ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 21-ին Հադրութում, սովորել է Հադրութի Միքայել Մանվելյանի անվան դպրոցում։ Այնուհետև Ստեփանակերտի ավտոդպրոցում վարորդի որակավորում է ստացել։ 2011 թվականին զորակոչվել է պաշտպանության բանակ և պարտադիր զինվորական ծառայության անցել 6-րդ պաշտպանական շրջանում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Հադրութի էլեկտրոցանցում։ 2016 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել ապրիլյան պատերազմին։ Նույն թվականին ծառայության է անցել Հադրութի զորամասում, սկզբից որպես առաջին գումարտակի 3-րդ վաշտի ականանետորդ, այնուհետև որպես առաջին հրաձգային գումարտակի կապավոր։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից նրանց գումարտակը եղել է իրենց զորամասի պահպանության թեժ կետերում, եղել է նաև Ղարախանբեյլի կոչվող տեղամասում, իսկ հոկտեմբերի 27-ից Մարտունու հատվածում մղվող թեժ մարտերում։ Շարքային Անդրանիկ Պետրոսյանը զոհվել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը զինադադարից 2 ժամ հետո թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից։ Ուղարկավորվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Անդրանիկ Պետրոսյանը կարգապահ աշակերտ էր։ Նրան սիրում էին և ուսուցիչները, և աշակերտները, սիրված և հարգված էր Հադրութում։ Իմ խուղաս ուրիշ խուղալալի, աշխուր, կուջր վխտանցել աշխատասեր, ուզիս էլաբի մի պենան են։ Իան պապիկ վեքինամ ալա ծախպեն հավաքերիք եմ, կապում ար, օգնում ար, պապիկ կապում ար, բիրում ար տու, մամիս եսում է պեապեչ վարիք, Անդրանիկը, Հայաստանի անկախության օրից ծնվալա, ընկերական, շուպո, Էվեսա հնգերի հետա հսնող կուջր վխտանցել ալա դիալա, քվորանց հանդեպ ուշադիր, ծնողների հանդեպ ուշադիր, հոգատար, շկոլեն վախտը խոցում հնգերունց հանդեպ ուշադիր։ Մենք միասին ենք մեծացել, ամեն պահ միասին ենք, նույնիսկ մենք մաման, պապան ենքան իր այդ ժամանակ չեն անցկացրել, ինչքան ես ու ինքը միասին։ Ծնողները առավոտյան գնում են աշխատանքի, ու այդ ամբողջ օրվա ընթացքում դպրոց էինք գնում, հետո գալիս տուն, միասին խաղում էինք, ամեն ինչ միասին։ Մեր չարաճճիությունները բոլորից գաղտնի։ Հիշում եմ մի անգամ մաման գնաց քույրիկի տուն, մնաց այնտեղ, հիվանդ էր, չեկավ։ Այդ ժամանակն էլ տրանսպորտ չկար էլի, որ տրանսպորտով գայինք տուն։ Մենք ոտով գալիս էինք, քրոջս տղու է ծնունդներ։ Նադյան ամուսնացած էր գյուղում, մոտ հեռու էր։ Գալիս ենք տուն, այդտեղ բարձրանում է տանձենին, որ տանց քաղի, ընկնում է, ձեռը ջարդում, ինքը որ լացում է, ես էլ եմ սկսում լացելով, գնում ենք միասին էլի, առանց մամայի, պապայի, հեռախորս չկար այդ ժամանակները, որ զանգեի իրաց տեղյակ պայի։ Հիվանդանոց, ծնողներս նոր իմանում են հարևաններից, որ երեխեն ձեռը ջարդել տարել եք հիվանդանոց։ Դպրոցում միասին գնում էինք, սենց առանձին չէ, նույնիսկ դասերի ավարտից հետո մեկս մեկից սպասում էինք, միասին տուն գալիս, շատ հոգատար դպրոցում, շատ խելացի, համեստ, ճիշտ է, լավ չէր սովորում, որտեղ ձույլ էր, չէր սիրում սովորել։ Մանկաբարձի համար իր յուրաքանչյուր ցան իր հոգուտ մի մասնիկ է թողնում, մանավանդ դասղեկական դասարանի, որի հետ աշխատում ես երկար ձիգ տարիներ։ Առավոտ առաջինն ես նրանց ողջունում, ամբողջ օրը նրանց հետ ես, նրանց հոգսերով, ապրումներով, և երբ այսօր ուզում եմ հիշել Անդրանիկին, իմ մտապատկերում նա երևում է այնպես, ինչպես կար, միջահասակ, առողջ կազմվածքով, մի յուրահատուկ ժպիտով։ Սովորաբար հայկական ընտանիքներում, որտեղ մինուճար տղա է մեծանում, շփաթնում էին այդ տղային, մի տեսակ ինքնավստահ էր լինում, Անդրանիկը այդպիսին չէր, համեստ, պարկեշտ, աշխատասեր, դասասենյակի ամբողջ կահավորանքը, ամբողջ կարգ ու կանոն պահելը կարծես ինքնական վերցրել էր իր վրա, բոլորի կողմից սիրված, հարգված, ուսման առաջամարտիկ չէր, բայց իր պարտականությունը կատարում էր գերազանց, բոլորի սիրելին էր։ Չեմ հիշում մի դեպք, մի առիթ, երբ որևէ մեկը ուսուցիչներից դժգոհեր բա Անդրանիկը,
եւ ձգտում էին, քանի որ այդ տարիներին հիմնական աշխատանքները թեստային աշխատանքներն էին։ Նրա համար այնպիսի թեստ էին կազմում, որ կատարում էր եւ ուրախանում իր աշխատանքի արդյունքը տեսնելով։ Ես միշտ երազում եի եղբոր մասին։ Միշտ գալիս էի ասում եմ մամա, խի ինձ եղբայր չունեմ, ես էլ եմ ուզում եղբայր ունենամ։ Ես Անդրանիկին 3 տարեկանից սկսեցի պահել։ Կարծես իմ երեխան էր, ես նենց էի կապած իր հետ։ Տառերը գրելը սովորեցրի դպրոց հաճախելուց մի ժողովներին ես էի գնում, ասում էին մաման ես, ասեց չէ, նենց քուրիկն եմ։ Ինքը շատ էր կապված մեզ հետ, ամուսնալուց հետո ինքը էլի մեր տուն գալիս էր երեխա էր։ Երեխեքս որ ծնվեցի ինքը շատ էր ուրախացել։ Միշտ գալիս էր հետներ խաղում էր, ամուսնուս որպես եղբայր էր ընդունում, մեծ եղբայր շատ էին կապած իրար հետ, ծառայում էր, միշտ որ ամուսինս գնում էր պոստերի, գնում էր միշտ պոստերը իրան տեսնում էր։ Վիկնելիս նահատության է շատ մնալի շփելիս նրան հետ ամենտեղ քինել բերանել։ Ինքը շատ ալասիել էր միշտ Ես ինձ շատ մնահապարտանալ լեզվեն լավ դայոնի շատ խորհուրդներ ինքը դա լեզվե ես լավ տղամծանամ սարևեն սկանաս դու դուզ մծնաս ինչ ասալաշ կացավեմ Դե իմ դային յուրահատուկ արելի միշտ նորտային ինքը մեզ նշես է սախադության ճինչիսալը ամենալավ մարդը բարին միշտ շուլուղ չի ինքը միշտ զգտես է անցան ամեն չի դյուս քինի յուրան օզեձավնի դյուս խոցե սաղին կմագնեսել է անխնդիր վեկիսմ է հետրույթ Դե ասած մի պատը շատ մևոքեորվելի հատուկ ինձ դեկա չելի ասարկա ինձ կտա ամեն չան է վեր սաղես է տելավնի ասացի ինձ Անդրանիկ դա ասում եք մեկի շեվե շատ կլեպը չիլիս ինք հետ բեն միշտ վիշ վաղտե սիրա չիլի միշտ շուղանես լենձանավ ասացայազայն է դե քալաշ ոյդ քաշմնաս կումորնումա վիդի կրահան պայչի Ընտանիքի միակ տղան էր, ծառայում էր Մատաղիսի զորամասում, աչքի էր ընկնում որպես կարգապահ զինվոր, առաջնագծում մարտական հերթապահություն էր իրականացնում, նեռնական է տորթ էր։ Որդու ծառայության վայրի հրամանատարության կողմից շնորհակալագիր էին ստացել։ Մի օր զանգատաս պոստերան մամ, սուջանին բանակում։ Իշկան, հուցուս, կասիվետ շմատեմ, դե իջբիդին է։ Ձիզներ քոնեմ նիրց զլեդե կնասա, արձակուրթակյան, պետք թողած կեսեսել չի։ Այն նկար ունի պապունի հետ անեն նկարված լա երակացած պարտինիկ է ցա դու ողել չի լավ օտպուսկում պես թողա 10 օր ապյասա վերին լամադագեսում ծառայելիս եկալ քանություն տուաստողնի պերվետը վաստակալ начан գեցնակալ էսն բենիվապոլա սալամալադեցլի ներփողեն անունպես սպահա Եկա դժվար էր այդ 2 տարի մինչև անցավ հերու էր Մատաղիսում էր ծառայում ու հնարավոր չէ շուտ գնալ բանակում էլ Իրեն շատ լավ է դրսևորել, 2 անգամ արձակուրդ է եկել, գաղտնի, մեկ չգիտեի։ Նայեցինք ինքն էլ տարածքը, որ ասում եմ, այդ տեղով է եկել, որ նույնիսկ հարևանները չտեսնեն, զանգեմ մամային, արդեն տնային հեռախոսքը, որ տղատ եկել է բանակից։ Ինքը շատ էր սիրում, որ ամեն ինչը սենց տեղին լիներ։ Զորացրվելուց հետո Անդրանիկը աշխատանքի է անցել Հադրութի էլեկտրոցանցում։ 2016 թվականին մասնակցել է ապրիլյան պատերազմին, փայլել հմուտ մարտավարությամբ։ Նույն թվականին ծառայության է անցել Հադրութի զորամասում։ Ինքը այնտեղ էլ իրեն շատ լավ դրսևորեց, լրիվ ճանաչում էին բոլորը, զինվորներից բռնած միջև հրամանատարություն, իրանց սիրում էին, հարգում էին։ Պետրոսյան Անդրանիկը կամ ինչպես մենք ենք իրան կոչում Անդոն հրաշալի զինվորական էր։ Ցանկացած գործ, ցանկացած առաջադրանք վերադասի կողմից դրված կատարում էր ճիշտ ժամանակին։ Նա ոչ թե որպես միայն կապավոր էր, մասնակցում էր ցանկացած ինժեներական աշխատանքներին, ուզում էր, ձգտում էր, փորձում էր ցանկացած դիրք մտնել, ցանկացած գործի մասնակցել։ Որպես մարդ նա հրաշալի մարդ էր։ Որպես զինակից ընկեր իհարկե հրաշալի զինվորական էր։ Նա ոչ թե միայն զինակից ընկեր էր ծառայությունից դուրս իր ընկերներին, իր զինակից ընկերներին ձգտում էր, փորձում էր, ամեն ինչով պիտանի լիներ, ամեն ինչով օգներ։ Անդրանիկի հետ ծառայել ենք նույն զորամասում, նույն գումարտակում։ Ինքը ծառայության հանդեպ շատ նվիրված էր, թե ծառայեկից ընկերների հանդեպ, թե իր քաղաքացիական ընկերների հանդեպ շատ նվիրված մարդ էր
ինքը շատ է սիրում իր ծառայությունը ու իր մասնագիտությունը, ինքը բացի իր մասնագիտությունից ամեն ինչ անում էր հայրենիքի համար, ազգի համար, որպեսզի մի բան ավելացնի ու ավելի լավ լինի Զորամասի թե իր ազգի համար։ Ինքը ծառայությունը իրականացնում էր շատ բարձր մակարդակով, նվիրված էր իր ընկերներին, իր Զորամասին, իր գումարտակին, իր բոլոր ճանաչողները իրեն շատ սիրում հարգում էին, ինքը շատ դաստիարակված շնորհքով զինծառայող էր։ 44-օրյա պատերազմում առաջին գումարտակի կապավորն էր։ Առաջին օրերին Զորամասի պահպանության վայրերում էր, եղել է Կարախանբեյլի կոչվող տեղանքում։ Հոկտեմբերի 10-ին Անդրանիկը ծառայեկիցների հետ հայտնվել են շրջափակման մեջ, որտեղից մի կերպ դուրս են եկել եւ հոկտեմբերի 27-ին ոտքով շարժվել դեպի Մարտունի։ Դրովս կսալա ապրիլյան ավը դուրս տղելա գործունից լեցեն ընտված չեցալա, բայց նա դիմ ընտված ու նիմնի բանակը ծառայության։ Ասում ես գործին գործի իան հոր փերնել է լավայինի։ Ասալա այսին գործի մամ ինքան վայնի ֆորմանսի իսում ինքան էր բանակնա դիկտուալի որոշել է կատասի ատեստատ յուրոն ասանդրանիկ տասի ատեստատն ես գիտասու կղարկիմ կուրս տասերի պենլի վերջարաշ քրեշ քնությունն տղա եկալայնա քնությունն տասմեն գրավս կսալա 44 օր իշ դեպի տենջվիլա եւ խոսավեճ դեն մամ բալակարոտալ მე ուսում կյամ կողք Мам, да состои уже каскатурка, камкамалаба хосахухас, мам, tu где стоишь, чакис крова, это мам, касим, ха, есть где стоишь крова. Հիշում եմ սեպտեմբերի 21-ին իր ծննդյան օրն էր։ 27-ին էր Չարաբաստիկ պատերազմը սկսվեց։ Ինքը արձակուրդում էր, ամուսինս դիրքերում էր, բայց իրանք այդ ժամանակ վերանորոգում էին իրաց տունը։ Մեր տանն էր մնում։ Ծնունդը տենց չնշեց, մի տորտ թխեցի, մի թեթև բան սարքեցինք, այնքան որ Գիրակի օրը պետք է արդեն որ ուրբաթ տղաներ պոստերից գային, նշեին։ Վերջի օրը որ խոսեցի, ասաց դա արդեն մաման էլ ձեզ մոտ արդեն հանգիստ է, ոնց որ զգարինք։ Որ կռվը սկսվեց աշխատանքի էի, բայց այդ իրիկուլ մամայի մոտ, դուր մամայի տանն էինք։ Ամուսինս միջև երեխեքին տանը հասցներ գյուղ, ինքը արդեն իջել էր պոստեր։ Կապի մեջ էինք, անընդհատ Անդրանիկի հետ, հարազատների հետ, ով որ պոստերում էր։ Միշտ խոսում է, ասում է, ոնց է դրությունը, ասում է, ոչինչ էլ եկա հաղթահարենք առաջի դեպքը չի։ 31-ին որ զանգեցիք հոկտեմբերի, ասեց երկար չեմ կարա խոսեմ, էլի կապերը ահա որա։ Պատերազմի վերջի օրերն հետ խոսամ է տալա Երևան։ Ասա ինչ կան 26 տունց։ Ասա լավ մատա, ինքը լավ կեշես, ասամ լավ դա է։ Այդ մամա Ոնց է դու խոսացում հետ 44 օր մարտեր ամղի հակառակորդի դեմ գումարտակի կազմում ցուցաբերել է բարձր արդյունքներ, լավ մարտ է վարել հակառակորդի դեմ։ Անդրանիկը գումարտակում եղել է որպես կապավոր, ին գումարտակը պատերազմի ժամանակ կապի ընդհանրապես խնդիր չի ունեցել, քանի որ այդ ամեն ինչը Անդրանիկը կարող էր ժամանակին ապահովել գումարտակը եւ թե արևան ստորաբաժանումների հետ կարողանում էր մշտապես կապ ապահովել։ Պատերազմի ժամանակ մեր Ղարաբաղ ցուցասած մեջ 4 կեսերն ուզում էր ամեն ինչ հասներ, ամեն ինչ աներ, ամեն ինչ տեղին կատարել իր գործը, իր պարտականությունը։ Քառասունչորս օր Անդրանիկ Պետրոսյանը պայքարել է թշնամու դեմ։ Զինադադարից հետո կարծես վտանգը չեզոքացել էր, երբ տեղի ունեցավ անդառնալին։ Թշնամին անգամ այդ ժամանակ թիրախավորեց տղաներին։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը զինադադարից 2 ժամ հետո զոհվում է Անդրանիկ Պետրոսյանը թշնամու անօթաչու թռչող սարքի հարվածից։ Անդրանիկի հետ զոհվում է նաև ծառայեկից ընկերը եւ գումարտակի հրամանատար Խորեն Օհանյանը։ Առավոտյան զանգում ենք անհասանելի, միշտ առավոտները խոսում էր։ Ում զանգում ենք անհասանելի, հետո ամուսնուս հետ կապեցի, շատ վատ
Ես իսկան տարի ինքը ծառայության մեջ էր, նույնիսկ պատերազմի ժամանակ այդքան զոհ էր տեսել, այդքան վատ չէր խոսել, ասաց ինչ ա պատահել, ասաց հրթիռակոծել են, Անդոյի չեմ գտնում, ինձ էստեղ իմ եղբոր Արյունն ա պահում, ես չեմ կարող ուրիշից պահանջել Արցախ պահել, ես գնամ Երևանից Արցախ պահել, չի ստացվի, այսօր որ այսքան զրկարկների միջով անցնում եք, միայն մեր տղաների արյան, հանուն նրանց թափած արյան, պետք է ամուր կանգնենք ու պահենք։ Նոյեմբերի 9-ի գիշերը ես անք ունեի, չէի կարող մտնեի տեղս, որովհետև կարծես թե սրտս զգում էր, որ ինչ-որ վատ բան կպատահի։ 10-ին առավոտը, որ Արմենին զանգեցի, ինքը գնաց հետաքրքրվեց, դեղի Մարտունիից մի հատ ուղազ եկավ, բաղնեցրեց, ասեց Անդրանիկ անունով մի հատ տղա էինք բերել, բայց վիրավոր չի, ինքը զոհված է, գնաց մորգը տեսավ ինքն դեղ, իր մարմինի վրան եմ ճանաչել իրան։ Մինչև հիմա մենք չենք կարողանում դա ընդունել, որ ինքը չկա։ Ես երազում եմ, որ այս մի բուր հողը մնա, որ իմ երեխեքը մեջը մեծանան, իմանա, որ իրենց քեռին իրաց համար զոհվել է, որ իրենք ստեղ խաղաղ ապրեն։ Ես շատ եմ ուզում ծառային քեռը նման լավ մարդ մծանամ, իրանք ես այդ գործը շարունակի։ Իմ քեռը բաց հող այն ճիշտ չեմ գնում։ Գոհում էր, աստուծից դիդայատվա։ Կարող է լավ բան ստեղ չոն, բայց դե մի քանի տող կավեիմ դեպս հետ իմ կիրել, ինչ ստաս մխեսեն մսեսլի։ Հերոս չեն դառնում, հերոս ծնվում են, դու իմ հերոսը դարձա։ Դու խոսքեր տվեր, որ կվերադառնաս, բայց չվերադարձա։ Քո իղձեր, դու հերոսանքներդ անկատար մնացին։ Դու իմ հերոսը դարձա, բայց այդպես է չվերադարձա։ Անդրանիկ Պետրոսյանի դիակը տեղանքից հանվել ու տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ուղարկավորվել 2020 թվականի նոյեմբերի 11-ին Եռաբլուր զինվորական Պանթեոնում։ Մարիամ, Արինա, Նադեժդա եւ Անահիտ քույրերի միակ եղբայրն է Անդրանիկը, ընտանիքի կրտսերը, բոլորի սիրելին։ Անդրանիկի հայրը Սերգեյ Պետրոսյանը Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ էր, կյանքից հեռացել է 2014 թվականին հիվանդության պատճառով։ Տիկին Իրան որդուն ուղարկավորել է իր ծննդյան օրը, միակ որդու կորստյան ցավը հոգում։ Մայրը պատմում է, որ որդին սիրած աղջիկ ուներ, տունը վերանորոգել էր եւ պատրաստվում էր ամուսնանալ։ Ավաղ կիսատ մնացին նրա իղձերն ու նպատակները, որդու համար հայրենիքի պաշտպանությունն առավել կարևոր էր։ Հայրենիքը թանկ է, ես հասկանասում։ Ինքն ինձ դիտել է թանկ։ Մադար տղասալը, կռավապրծած, խոխազոհված զանգանտաստա, թող Անդրանիկը ատեստատ ու յուրոնը, ասում Անդրանիկը սենա երաբորում ուզք։ Քիսում մի ժամ նստես երաբորում, մնա նույն օրը, նույն տաքսավը ետրված։ Այդ ռեմոնտրած տանը իրեք հորա քոլլան, ասալա մամ, ես նոր տարին, դու մինակ չսնեկան, պսուկուլականը մեն, էլ աղջիկան է տաքիս, պսուկուլականը մինակ չսնեկան։ Ես կխնդրիմ, գոնյա, մեր ես խոցը թապած այրունում, ես քանը պահպանվե։ Բարոյական այս հատկանիշներին հետագայում ավելացավ նաև սերը հայրենիքի նկատմամբ, անձնազոհությունը։ Անդրանիկը խույս չտվեց պատերազմից, իր օրինակով ապացուցեց, որ հայրենիքից թանկ ոչինչ չկա։ Մենք բոլոր զոհվածներին հիշում ենք, կլինի ծառայության մեջ եւ կլինի դա ծառայությունից դուրս, ցանկացած տեղում, ցանկացած վայրում գտնվելու ժամանակ իրանք միշտ մեր մտքում են եւ մեր սրտում են, ու մենք ամեն ինչ փորձում ենք անել այնպես, որ իրանց գործը մենք կարողանանք շարունակել։ Պատերազմի ժամանակ ամեն ինչ արեց, ամեն ինչ ձգտում էր անել ամենայն դեպս, բայց ավաղ այսօր կոպիտ ասած իր մասին անցյալով ենք հիշում, չնայած ինքը միշտ մեր հետ է։ Ծառայության տարիներին պարգևատրվել է պատվոգրերով եւ շնորհակալագրերով։ Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանապաշտպանելիս ցուցաբերած քաջության եւ արիության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Պաշտպանության բանակի թիվ 38401 զորամասի զինծառայող շարքային Անդրանիկ Սերգեյ Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով։ Տղաներն ընկան հերոսաբար հանուն ազգի լինելիության ու հարատևության։ Խոնարհվում ենք հայրենիքի համար իր կյանքը չխնայած Անդրանիկ Պետրոսյանի շիրիմի առաջ, փառք ու պատիվ մեր հերոս տղերքին։